Ես ուզում եմ շնորհակալ լինել Տերից, որ գտնվում ենք Աստծո տան մեջ, ասենք փառք իրան։ Գտնվում ենք այն վայրում, որտեղ ոչ թե իհարկե ես ներողություն եմ խնդրում, ոչ թե մենք ենք ներկա, գտնվում ենք այն վայրում, որ կարևորն է ներկա, իրեն շնորհակալություն իր ներկայության համար, փառք Տիրոջ։ Եվ Աստված օգնի իրականում մեր կյանքում ինքը բարձրանա, որտեղ ինքը բարձրյալ է, մեծարյալ է եւ փառավորյալ է։ Առհասարակ, երբ որ ես միշտ երանություն եմ տալիս ոչ թե խոսելու, հապա երանություն եմ տալիս լսելու։ Սուրբ Գիրք, երբ որ ուսումնասիրում ենք, մենք տեսնում ենք, որ Հայտնության գրքում գրված է, գրված չի, ով որ խոսող բերան ունի, թող խոսի, հապա գրված է, ով որ լսելու ականջ ունի, թող լսի։ Որպեսզի եւ շարունակությունում ասում է, թե ոչ թե մարդը ինչ կասի, հապա հոգին ինչ կասի։ Որպեսզի հոգին ասի, մենք պետք է նստածեղ միշտ ամեն խոսողների համար աղոթ կանենք։ Երբ որ Նարեկ եղբայրս խոսում էր, կարելի ասել, որ ես ամբողջ նստած վիճակում ես աղոթում եի իր համար, որ Աստված իր կամքը հասանելի անի մեզ։ Սա շատ կարևոր է, որ Աստված իր Սուրբ Հոգով իր կամքը հասանելի անի մեզ։ Առհասարակ մարդի կյանքում, երբ որ ծնվել ենք, եկել ենք աշխարհ, մենք ֆիզիկական, սոցիալական աշխարհից մարդ շուտ է յուրացնում, շուտ է հասկանում, բայց այն ինչ որ վերաբերում է հոգևոր աշխարհին, մարդ դժվարանում է։ Եվ այդ դժվարություն եկել է իդեմական պարտեզից։ Եղբայրներ, քուրեր աստծմով, ես կուզենամ Նարեկ եղբոր մոտ կարելի ասել միտքը շարունակել, որովհետև այն ինչ որ սրտումս կար, եղբայրը խոսեց, որ մարդուն Աստված ռոբոտ չի ստեղծել, ստեղծել է որպես բանական էակ։ Ժամանակի մեջ ուզում եմ տեղավորվել, շատ երկարացնեմ, եղբայրներ, քուրեր աստծմով, Աստված երբ որ մարդուն արարեց, բայց ինչ որ ասում եմ, ես խնդրում եմ չշտաբենք, բայց մտածենք, մի պակաս բան թողել է մարդի կյանքում, թե ոչ։ Ինչ կարծիք է, չգիտեմ, այս հարցը երբևից է լսել ենք, թե չենք լսել, բայց նորից եմ ուզում ասեմ, մի պակաս բան թողել է, թե ոչ։ Մարդուն ստեղծել է իր պատկերով է։ Հիշում եք, Նարեկ եղբայրս ինքը ակնարկեց, եղբայրը ակնարկեց, ասեց եւ արեք մեր պատկերով եւ մեր նմանությամբ մարդ ստեղծենք։ Ես ուզում եմ ժամանակի առումով բանավոր խոսել, Աստված օգնի, մեր պատկերով, մեր նմանությամբ մարդ ստեղծենք, որպեսզի իշխեն երկնքի թռչունների, չէ, երկրի գազանների, ծովում եղող, չէ, բոլոր կենդանի վրա իշխե եւ շարունակությունում գրված է այսպես, եւ Աստված մարդը ստեղծեց իր պատկերով։ Հետաքրքիր է, պակաս բան թողեց, թե ոչ։ Եթե ուշադիր եղանք, մի բան պակաս է թողել։ Մարդու համար է թողել, եղբայրներ, քուրեր։ Սկզբնական հիմա կասեմ, բանավոր կասեմ, դե Աստծուն փառք, մենք բոլորս էլ Սուրբ Գիրքը մեր ձեռքերում կա, առաջի դարում, երբ որ գնում էին ժողովատեղ, ժողովարան, չէ, քահանաներն էին ընթերցում, չէ, եւ մարդիկ լսում էին, բայց շնորհակալություն Աստծուն Սուրբ Գրքի համար, որ այսօր բոլորիս տներում կա, մեր ձեռքում կա, դրա համար է շնորհակալություն Աստծուն։ Այս հրաշալի գիրքը, որ Աստված տվել է մեր ձեռքում, որ ամեն օր մենք ուսումնասիրենք, սերտենք Սուրբ Գիրքը եւ Սուրբ Գիրքը հասկանանք։ Ես ուզում եմ մի հարց տամ բոլորիս մի հարց տամ,
մենք բոլորս որ Տիրոջ տան մեջ ենք, կարող է նորահոգի լինի, չգիտեմ, կա թե չկա։ Բայց մեկը ասում հավատացել է, եկել է Տիրոջ տուն, բայց իր նպատակը երկինքը չի։ Դե պետք է կա հասկանա ասո խոսքը, բացի որ հասկանի ես մարդ հասկանա ինչի համար է գտնվում Աստծո տուն։ Մեր նպատակը, եթե չեմ սխալվում, բոլորիս նպատակը նրա համար է, որ բոլորս երկնքում լինենք։ Չգիտեմ, համաձայն ենք թե ոչ։ Թույլ ենք ասում, համաձայն ենք երկնքում լինել թե ոչ։ 6-րդ գլխում Հովհաննես ավետարանում մեր սիրելի Նարեկ եղբայրը խոսեց, հիշում եք, երբ որ Տեր Հիսուսը խոսեց երկնքից իջած կյանքի մասին, որ ինքն էր, բայց գրված է, որ իր աշակերտներին շատերը թողին գնացին, այլևս անոր հետ ման չեկան։ Բայց տեսան իրենց աչքերով։ Եվ երբ որ եղբայրը խոսում էր սրա մասին, Հովհաննես ավետարան առաջի գլխում պարզ գրված է, չէ՞, ասում է իրաններին եկավ Իրանները զինք չընդունեցին, բայց շարունակություն շատ գեղեցիկ է խոսում Սուրբիրկս, շատ աննման է խոսում, շատ հիանալի է խոսում, բայց որոնք որ զինք ընդունեցին, անոնց իշխանություն տվավ, ով լինելու Աստծո որդիներ լինելու։ Հիմա մենք շնորհակալ ենք թե ոչ, որ Աստծո երեխեք ենք, հալելույա իրան։ Ամենամեծը ու փառավորը մեր փառավոր հայրը, ամենափառավորը տվել է մեզ, որ մենք ծնվել ենք արարիչ Աստծուց, հալելույա իրան, փառավորվի Տերը։ Հինուղտյան մարդիկ մենք տեսնում ենք, երբ որ Սուրբիրք ուսումնասիրում ենք, տեսնում ենք ինչքան հավատքի նահապետներ են եղել, ինչպիսի մարդիկ են եղել, ինչ հավատարի մարդիկ են եղել, ինչքան են թեև իրենց ապրած կյանքով, թեև մեռնելով փառավորել են արարիչ Աստծուն, բայց եղբայրներ քուրեր, նրանք Հիսուսի մարմնից ոսկորներից չեղան։ Նրանք չկարողացան։ Այդ բաժինը իրենց չհասավ։ Բայց անկախ մեր ջանքի, մեր ուզելու չուզելու, այսօր Աստված մեզ որդեգրության հոգին է տվել, հալելույա Հիսուսին։ Որդեգրության հոգին, որ այսօր Սուրբ հոգին մեր մեջ է։ Մենք հավատում ենք, չէ՞, որ Հիսուսը ներկա է, Տերը ներկա է, հալելույա իրան։ Գիտեք ինչ համար եմ ասում, տարիներ առաջ մեր որ Մարտունիում, երբ որ եկեղեցում միտեղ սենց կանգնած խոսում է Աստծո խոսք, մեկ էլ աչքերս բացվեց, հոգուս աչքերը բացեց Տերը, այս խոսելու պահին ես տեսա, որ Հիսուսի կողքին կանգնած եմ ես։ Ես տեսա ինքը կանգնած էր, իհարկե ճշմարիտ ասած մեկ ինչ վատ եմ զգում, որ ասեմ ինքն էր իմ կողքին կանգնած, ես իրա ձախ կողմն էի, Տեր Հիսուսը իմ աջ կողմը սենց խոսում եմ Տիրոջ խոսք եւ տեսա, որ ինքը կանգնած է աջ կողմում ու լսում է ոնց եմ խոսում իրա մասին։ Ես չհամարձակված շուռ կամ նայեմ իրան։ Պետքան հեշտ չէր։ Սա շատ դժվար էր։ Ես չփորձեցի։ Իմ միտքն էլ չաշխատեց, որ ես շուռ կամ նայեմ իրեն։ Ես նայել ինձ համար այդքան հեշտ բան չէր։ Ու ինքը հիմա էլ այստեղ ներկա է, հալելույա իրան։ Փառավորվի փառավորը, մեծարվի այդ հրաշալի Աստվածը։ Հիմա մենք հասկացանք, չէ՞, որ մի բան պակաս է թողել։ Տերը երբ որ ստեղծագործեց, իր նմանությունը մարդուն չտվեց, որպեսզի մարդը հոժար կամքով ընտրություն կատարի Աստծո հետ ապրի, թե Աստծուց բաժան։ Եվ ցավոք սրտի մարդը ընտրություն կատարեց կամավոր Աստծուց ապրել բաժան, բայց Աստծուց բաժան ապրելը դա անհնարին է։ Ես ուզում եմ մի փոքր հարցադրումով խոսեմ, որպեսզի մնա մեր հիշողության մեջ, եղբայրներ քուրեր, Ադամը խաբվել է թե ոչ։ Ադամը խաբվել է թե ոչ։ Ինչ կարծիքի ենք։
Ադամը չի խաբվել, ինքը չի խաբվել, Եվան է խաբվել, Ադամը չի խաբվել, դա գրված է առաջի Տիմոթեոս 2 գլխում, երբ որ խոսում է տղամարդ կանանց մասին, որ առավելություն տալիս է տղամարդուն, Պողոս առաքյալը, ասում է, որովհետև Ադամը չխաբվեց, Եվան խաբվեց և մեղք գործեց։ Ինչ եմ ուզում ասել, Սուրբ Գիրքը ինչ է ուզում մեզ սովորացնի, որ Եվան խաբվել է, մեղք է գործել, բայց Ադամը իր ընտրությունից է կերել, ինքը հասկանում էր, ասենք հասկանալով ինքը մեղք գործեց, իսկ Եվան խաբվեց, Սուրբ Գիրքը մեզ այդպես է սովորացնում, ժողովուրդ ջան, օրհնել լինի Արարիչ Աստված, դրա համար Նարեկ եղբայրս շատ լավ խոսեց Ղուկաս ավետարան 24-րդ գլուխ 45 խոսքում եւ ասեց եւ Տերը անոնց միտքը բացեց որպեսի ինչ անեն Սուրբ Գիրքը հասկանան Սուրբ Գիրքը հասկանան սա շատ կարեւոր է որ մենք Սուրբ Գիրքը հասկանանք Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 15 խոսքում երբ որ նամակ էր գրում Տիմոթեոսին ավետարանիչին եւ այնտեղ Պողոս այսպես է խոսում այսպեսի պատգամ է տվել մանկությունից Սուրբ գրքերը գիտես որ կարող են քեզ իմաստուն անել ինչ համար փրկվելու համար ուրեմն ինչքան կարեւոր է Սուրբ Գիրքը հասկանալ Ես պետք է հասկանամ, մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր ամենալավագույն թանկագին բարեկամը դա Սուրբ Գիրքն է։ Եղբայրներ քուրեր, այդ հոգուսուրը Աստված օգնի, որ միշտ պահենք մեր ձեռքում։ Այդ հոգուսուրը միշտ պահենք, միշտ իմ ձեռքում, բոլորի ձեռքում ոչ թե շատ հեռախոսը լինի, հապա Սուրբ Գիրքը լինի։ Սուրբ Գիրքը մեր ձեռքուց պետք է ճիշտեն։ Հին ուխտում սուր թուր է եղել, չէ, սրով թրով գնացել են պատերազմի, չէ, ֆիզիկական պատերազմ եղել։ Բայց նոր ուխտում այդ սուրը դա մենք գիտենք, ինչ որ խոսում եմ մենք գիտենք, դա Աստծո խոսքն է։ Օրինակ այս խոսքից ես պետք է աղոտ քանեմ առաջի գլուխ Հովհաննես ես ասացի իմ խոսքերից մեջ Տիրոջ խոսքը իրաններին եկավ, բայց իրանները զինք չընդունեցին, բայց ովքեր ընդունեցին, անոնց իշխանություն տվավ Աստծո որդիներ լինելու։ Ինչ մեծ իշխանություն է տվել մեզ։ Եւ տեսեք, մենք պետք է ուզենանք Դավիթ թագավորը 16-րդ Սամոսի առաջի երկրորդ խոսքն եմ ասում, 16 Սամոս 16 Առաջի երկրորդ խոսքը Առաջի խոսքում գրված է Պահե ինձ ով Աստված որտեվ քեզ եմ ուսացած Ասեցի Տիրոջը թե դու ես իմ Տերը բարիքմը չունեմ քեզանից ջոկ Բարիքմը չունեմ Այսի Աստված օգնի մենք հասկանանք իրական բարիքը մարդի կյանքում ինչի Դավիթը հույնման մարդ չի եղել թագավոր մարդ եղել բավականի պաշտոնյա եղել, բավականի անվանի մարդա եղել ինքը, եղբայրներ քուրեր ազդասմով, բայց ասում ասեցի Տիրոջը, թե դու ես իմ Տերը, բարիքմը չունեմ քեզանից ջոկ։ Իսկ Ադամը այդպես չմտածեց։ Ադամը այդպես չմտածեց։ Հոբի կյանքում էլ մենք տեսնում ենք Հոբի ահեղ այդ ահռելի փորձության մեջ եւ հանկարծ Հələ շատ եղեք, մենք գիտենք անարատ էր, Ադամը անարատ անձնավորություն եղել, ինքը կատարյալ եղել, թե ֆիզիկապես, թե հոգևորապես։ Ինչպես իմանանք, որ կատարել եղել հոգևորապես, Սուրբ Գիրքը խոսում է դրա մասին, դենց բացահայտ գրված չի, բայց Սուրբ Գիրքը խոսում է դրա մասին, հիշում ենք, երբ որ կենդանությունը բերեց Ադամի մոտ եւ Աստված ասում է, տեսնեմ Ադամը ինչ անուն կդնի նրանց եւ գրված չի որ Աստված ասեց անուն անվանում դուր կենթանիներին չասեց բայց Ադամը հասկացավ Աստծուն
Ընդ պատկամ չասեց որ, բայց Աստված բերեց կենթանությունը Ադամի մոտ եւ տեսնի Ադամին ինչ անուն կդնի։ Բայց չասեց անուն դիր։ Այդպիսի բան չկա Սուրբ գրքում։ Իսկ Ադամը հասկացավ Աստծուն եւ կենթանության անուն դրեց։ Ինչ որ դրեց, դա մինչեւ այսօր դա այդպես է։ Մենք տեսնում ենք, որ Ադամը կատարյալ էր։ Բայց ընտրության մեջ եղբայրներ քուրեր ինքը ճուզեցավ Աստծո հետ ապրել։ Ինքը ճուզեցավ։ Եվ դրա համար ինքը կամավորներ գործեց եւ մահվան պատճառ եղավ իր սերունդին։ Ես հիշում եմ, երբ որ Աստված ինձ տվեց ապաշխարություն, եթե ցալվեմ 90 թվականներ, ես այդ ժամանակ 25 թե 26 տարեկան էի։ Ինչքան քշեմ 26 տարեկան էի, եղբայրներ քուրեր Աստծմով, որ Աստված ինձ կանչեց իր փառախ։ Ես հալածում էի մեր ընտանիքին, մեծ հալածանք եմ տվել հավատքի համար եւ շնորհակալություն Աստծուն, որ մորս այսօր շատերը աղոթում եք, չէ արտասուքով աղոթում եք, չէ ձեր երեխեքի համար, բայց աղոթ կարեց, մայրս հիմա երկնքում է, իր աղոթները առանց արտասուքի չի եղել։ Իր աղոթքը արտասուքը խառնելով իր աղոթքին երկինք բարձրացավ եւ մեր կարելի ասել 90% մեր ընտանիքին Աստված տվել ապաշխարություն, շնորհակալություն Աստծուն։ 3 եղբայր ենք, 4 եղբայր ենք, 3-ս հավատքի մեջ ենք, ընտանիքով, թորներով, դա իմ մորս աղոթքի արտասուքի հետևանքներ, որ Աստված տվեց ապաշխարություն, մնացել է մի եղբայր եւ մի քույր, որ պետք է կան Տիրոջ։ Դա էլ քանի որ Աստված ինձ կյանքը դա, ես պետք է աղոթ կանեմ, մորս աղոթները պիտի շարունակեմ, որ Արարիչը իմ գերդաստանով, իմ ընտանիքով միատեղ լինենք երկնքում, հալելույա իրան, ինքը պատասխանելու է, ինքը անելու է, իր բարեգութ ձեռքը շարժելու է օրհնել լինի սիրելի Փրկիչ Հիսուս Քրիստոսը, փառավորվի Աստված։ Եվ երբ որ ես Ռուսաստանում եմ եղել, ընդդեղի քաղաքացի եմ եղել 90-ական թիվներ, եթե չսխալվեմ, կամ 90-91, ես լավ չեմ հիշում, նոր եկել Ռուսաստանից, ընդդեղի ապրում, երբ որ եկա Հայաստան, կինս դարձել էր հավատացյալ ու սկսեցի հալածել եւ մի առավոտ կանուղ Հիսուսը կենթանի հայտնվեց մեր տան մեջ, ալելույա իրան, ես տեսա իրան, եղբայրներ քուրեր կենթանի, իհարկե ես ներողություն եմ խնդրում արտահայտությանս համար, երբ որ հալածում էի, շատ էր մի օր ուզում էի կնոջը սպանել, հավատքի համար սպանել, այդքան չար եմ եղել, այդքան վատն եմ եղել, բայց ես զարմանում եմ Աստծո անմահական սիրո վրա, որ ինձ տվեց ապաշխարություն։ Շնորհակալ եմ Աստծո դրա համար, եղբայրներ քուրեր, եւ ես ճիշտն ասած ուրիշ բան կար սրտումս խոսելու ժամանակի պահով ես չխոսեցի դրա մասին, եթե Աստված կամենա նորեն երկրորդ անգամ հատիպենք ես վայր, այդ նյութը ես փոխանցեմ, որտեղ ժամանակի սովությամբ չեմ ուզում եմ արտեկալ ավարտին, եղբայրներ քուրեր, մերս ու կինս չէին աղոթում, իմ վախից չէին աղոթում իմ առաջ, առավոտ կանուղ գնացին են մյուս սենյակ աղոթ խարեցին, եկել նստել են, ես չգիտեմ, ինչի չեն ելնում առավոտ այդ լուսածագին եւ եկան կողքից եւ լացում են, հարս ու կեսուր լացում են, ընենց են լացում, իհարկե հերու տնից տեղից, ինչ որ մարդ մահացած լիներ, այդպես լացում են, ու ես շատ գիտեմ, ինչ է նշանակում Աստծո ներկայություն, հոգու աշխարհից խաբար տեղյակ չեմ, եւ ժողովուրդ ջան, երբ որ լացում էին, արհամարական, իբր մի ես գիտեմ ով էի,
Ինձ թարսնայլու ասես սրանք ջեն լացում հարսու կեսուր, շուր եկա կողքից ու տեսա Տիրոջ, ալելույա իրան։ Երբ որ տեսա Տիրոջ հզոր բազուկը երկնքից իջավ, եղբայրներ քուրեր, վերմակի տակից հանեց առաջի անգամ Տեր Հիսուսն այն ծունգի բերել իր գայի առաջ։ Հենց անկողնուց մեծ ծունգի բերեց Տեր Հիսուսը, Սուրբ Հոգով մկրտեց, փառավորվի Աստված։ Կինս մայրս, եղբորս կինը հիմա Ռուսաստանում են, նրանք մոտ 2 տարի ինձանից առաջ են գնացել, բայց Աստված ամեն առաջ ինձ Սուրբ Հոգով մկրտեց, ալելույա Տիրոջ։ Հաջախակի լինում է, որ երեսով եմ տալիս, ասում եմ, այդքան գնացիք Տերը Սուրբ Հոգով չմկրտեց, բայց հանկարծ մի օր ասում, որ ինձ ձեզանից շատ է սիրում, փառ Տիրոջ, ալելույա, փառավորվի Տերը, եւ Սուրբ Հոգով մկրտեց, եղբայրներ քուրեր ու այդ օրվանից ինձ տարան անդամական եկեղեցին, որ անդամներին հավաքվել, այդ ժամանակ քիչ էին, երևի կլինի մի 50 անդամ, 30 չեմ հիշում, կլինի չլինի, բայց փառք Աստծո, այսօր դրությամբ ունենք 600-ից ավել անդամ, ալելույա Հիսուսին։ Տերը օրհնելա, սպասավորները հանել, փառք Աստծո։ Ես անհատը, որ գաք Մարտունի հաստատ, ես հրավիրում եմ հանձինս իմ ավակ եղբայր Ահարոն եղբոր։ Շատ անգամ ձեր սիրուց չի գալիս, ես հասկանում եմ, ես հասկացել եմ, համարյա կարելի ասել ոչ ամեն հանդիպումից, բայց երբ որ հանդիպում ենք, ասում եմ Ահարոն եղբայր ջան, խնդրում եմ, մի հատ այցելություն արա, այնտեղ դու եղբայր քուրեր ունես։ Հիմա այսպիսի խոսք աշխարհում ասում են երկաթը տակ են ծեծում, չէ՞։ Չէ, այսպես է թե չէ։ Հիմա քանի որ ստեղից եմ խոսում, արդեն ես հասկանում եմ, որ Ահարոն եղբայր, որպես իմ ավակ եղբայր, ինքը պարտավորվածություն կզգա գալու Մարտունին։ Մենք սիրով սրտաբաց ընդունում ենք, ովքեր որ կստացվի կգաք Մարտունի, մենք շատ սիրով ձեզ կընդունենք, օրհնյալ լինի Տերը։ Շնորհակալ եմ Աստծուց, որ այս քաղաքում թեև էսի միակ եկեղեցին չի, թե մենք արտակնապես իրար չենք ճանաչել, բայց ես ընդունում եմ որպես իմ հարազատ սրտակից եղբայրներ եւ քույրեր։ Եվ ինչ որ պիտի ասեմ, ես հաստատ ես համոզված եմ, որ մեզ համար միշտ աղոթող կլինեք։ Էսի որպես աղաչանք ծերերին մայրերի պես, չէ՞, հայրերի պես եւ դեռահասակ քույրերի եւ հարկաժան եղբայրների պես։ Շնորհակալություն Աստծուն, Ահարոն եղբորից եւ բոլոր եղբայրներից, որ այսպեսի շնորհալի եղբայրի նստած, ես էլ ստեղ խոսում դու լսում եք։ Շնորհակալություն Արարիչ Աստծուն, ամեն։ Բայց եթե երկրորդ անգամ Աստված կամեցավ, Աստծո կամոք ստեղ լինենք, այն նյութը, որ կար սրտիս մեջ, ես հաստատ կաշխատեմ փոխանցելու, եթե բայց մի կեժամ կտևի Ահարոն եղբայր ծավալունա, բայց այսօր զեցա սիրտս այնքան ուրախ էր, որ առաջ անգամ գտնվում եմ այսպիսի շնորհալի եղբայր եւ քույրերի ներկայության մեջ։ Շնորհակալություն Աստծուն, ամեն։